Սարալանջցի Հուդբրանդը Նորվեգական հեքիաթ Եղել է չի եղել, Հուդբրանդ անունով մի գյուղացի է եղել։ Նրա դաստակերտը Սարալանջում էր։ Դրա համար էլ նրան ասել են Սարալանջցի Հուդբրանդ։ Իր պարավի հետ նա ապրել է հաշտ ու համերաշխ, և կինը ոչ մի բանում երբեք չի հակաճառել նրան։ Ինչ որ ամուսնյակը ասել է, դա լավ է։ Լավ բան է ասում թե վատ, կնոջից երբեք կշտամբանք չի լսում։ Նրանք թեև շատ ունևոր կյանք չեն վարում, բայց աղքատ էլ չեն լինում։ Ունենում են հողաբաժին, գոմում կապած 2 կով և սև օրվա համար պահած 100 դալլեր։ Եվ ահա մի օր կինն ասում է ամուսնուն. հարկավոր է քաղաք գնալ, մի կովը ծախել, որ մենք էլ մյուս բարի մարդկանց նման ծախսի փող ունենանք։ Իսկ այն 100 դալլերը, որ պահված է սնդուկում, պետք չէ ծախսել, և ինձ համար էլ հեշտ կլինի մի կովի հոգսը քաշել։ Այ կնիկ, լավ բան ես մտածել, պատասխանում է ամուսինը։ Պարանը կապում է կովի եղջյուրներից ու տանում ծախելու։ Հասնում է քաղաք, կանգնեցնում է շուկայի հրապարակում ու սպասում գնորդների։ Միայն թե ոչ մեկը նույնիսկ կովի գինն էլ չի հարցնում։ Ինչ արած, մտածում է Հուդբրանդը, ինչ կարիք կա կովը ծախելու։ Մի բան, որ գոմում միշտ էլ տեղ կա, իսկ տան ճանապարհն էլ առավոտվա համեմատությամբ ավելի չի երկարել։ Եվ նա քարշ տալով վերադառնում է գյուղ։ Գալիս է նա ու ճանապարհին հանդիպում մի մարդու, որը ձի է ծախում։ Չէ՞ որ ձին տնտեսության համար ավելի շատ է պետք, մտածում է Հուդբրանդը ու իր կովը փոխում ձիու հետ։ Շարունակում է ճանապարհն ու տեսնում, որ գյուղացու մեկը ճիպոտը ձեռքին մի գեր խոճկոր է քշում։ Այդ խոճկորը շատ է դուր գալիս Հուդբրանդին, և ահա նա ասում է գյուղացուն. լսիր բարի մարդ, եկ փոխենք, ես քեզ տամ իմ ձին, իսկ դու ինձ քո խոճկորը։ Զարմանում է գյուղացին, բայց և փոխանակումից չի հրաժարվում։ Գնում է Հուդբրանդը խոճկորն առջևը գցած ու ինքն իրեն ուրախանում։ Ինչ լավ ստացվեց, հարկավոր է խոճկորն էլ մի շահավետ բանով փոխել։ Եվ նա խոճկորը փոխում է այծով։ Ախր օրն էլ շուկայի օր է լինում, և մարդիկ ամեն տեսակի հավ ու ճիվ, անասուն են բերած լինում քաղաք վաճառելու։ Ահա թե որտեղ կարելի է շահավետ փոխանակում կատարել, մտածում է Հուդբրանդը, և գնում է փոխանակելու։ Այծը փոխում է ոչխարով, ոչխարը սագով, սագն էլ աքլորով։ Գնում է նա աքլորի հետ և այդ ժամանակ սաստիկ սով է զգում։ Իսկ գրպանում հացի փող չի էլ ունենում, ինչ կարող էր անել։ Աքլորը կվաճառեմ, որոշում է Հուդբրանդը, ու մի բան կառնեմ ուտելու, հոսովից չեմ մեռնելու։ Աքլորը վաճառում է 12 շիլինգով, ուտելիք է գնում, նախաճաշում է ու առանց բեռի շարունակում ճանապարհը։ Հուդբրանդը հասնում է իրենց գյուղն ու մտնում հարևանի տուն հանգստանալու։ Առևտուրդ հաջող անցավ քաղաքում, հարցնում է հարևանը։ Դե ինչպես ասեմ, պատասխանում է Հուդբրանդը։ Իհարկե պարծենալու բան չկա, բայց կարծես դժգոհելու բան էլ չկա։ Եվ նա պատմում է, թե ինչպես է ամեն ինչ եղել։ Դե ուրեմն այսօր կստանաս կնոջիցդ, ասում է հարևանը։ Չէի ուզենա քո փոխարեն լինել, դու մի լավ դաս կստանաս։ Իսկ ինչու, ասում է Հուդբրանդը, ես այնքան էլ վատ առևտուր չեմ արել, և լավ լինի թե վատ, միևնույն է կինս ոչ մի կշտամբանքի խոսք չի ասի։ Գիտեմ, կինդ բարի է, պատասխանում է հարևանը, բայց այս անգամ դու նրանից ներում մի սպասիր։ Այստեղ Հուդբրանդը հարևանին առաջարկում է. ուզում ես գրազ գանք, ես 100 դալլեր ունեմ հավաքած, պահել եմ սև օրվա համար։ Եթե կինս ինձ թեկուզ մի խոսքով էլ կշտամբի, ես այդ փողերը կտամ քեզ, իսկ եթե նա ինձ սկսի գովել, ուրեմն դու ինձ 100 դալլեր կտաս։ Նրանք այսպես համաձայնության են գալիս, սպասում են մինչև մութն ընկնում է ու գնում են Հուդբրանդի դաստակերտը։ Հուդբրանդը մտնում է ներս, իսկ հարևանը թաքնվում է դռան ետևում ու ականջ դնում, թե
ինչ է լինելու այնտեղ։ Հուդբրանդը ներս է մտնում, բարևում կնոջը։ Բարի երեկո։ Բարի երեկո, ասում է նա։ Փառք Աստծո, որ շուտ տուն վերադարձար։ Ինչպես անցավ առևտուրդ։ Դե ոչինչ, արցենալու բան չկա։ Ոչ ոք չցանկացավ կովը գնել և ես էլ այն փոխանակեցի ձիու հետ։ Այ շնորհակալություն քեզ, ուրախանում է կինը։ Հիմա մենք սայլով կգնանք եկեղեցի, ուրիշներից ինչով ենք պակաս։ Եվ տնտեսության մեջ էլ ձին մեզ շատ պետք կգա։ Տար նրան ցախանոց։ Ես ձի չունեմ։ Ճանապարհին ձին փոխեցի խոչկորի հետ, ասում է Հուդբրանդը։ Իսկ կինը ավելի է ուրախանում։ Ինչ խելոքն ես, ինձ համար ավելի լավ բան չէիր կարող անել։ Չգիտեմ թե ինչպես շնորհակալ լինեմ։ Հիմա մենք տանը և խոզի միս կունենանք, և ճարպայուղ, պատվավոր հյուրերին հյուրասիրելու բան կունենանք։ Իսկ ձին մեզ պետք չէ։ Դրա պատճառով մարդկանց մոտ միայն խաղք ու խայտառակ պիտի լինեինք։ Պիտի ասեին, թե տեսեք ինչքան են ամբարտավան դարձել, որ ոտքով չեն կարողանում եկեղեցի գնալ։ Խոչկորին տարգում։ Ախր խոչկորն էլ այլևս չկա։ Ես ճանապարհին այն փոխեցի այծի հետ, պատասխանում է Հուդբրանդը։ Իսկ կինն ուրախությունից իրեն կորցնում է։ Բայց եւ այնպես դու շատ իմաստուն բաներ ես մտածում։ Խոչկորն ինչ է որ։ Պիտի ուտես եւ վերջ։ Իսկ այծից մենք միշտ կաթ ու պանիր կստանանք։ Հապա այստեղ բեր քո այծին։ Ճիշտն ասած, այծն էլ չունեմ։ Ճանապարհին ես նրան փոխեցի ոչխարով, ասում է Հուդբրանդը։ Եվ կինը քիչ է մնում, որ ուրախությունից պար գա։ Ինչ լավ ես գլխի ընկել։ Ախր մեր ինչին էր պետք այծը։ Ամբողջ օրը ճիպոտը ձեռքիդ պիտի ես դերից են լեռը ու մարգագետի նվազես։ Իսկ ոչխարից մենք եւ միս կստանանք, եւ բուրդ։ Հապա գնա բեր այստեղ քո ոչխարը։ Ոչխար ունեի, բայց զրկվեցի։ Փոխեցի սագի հետ, պատասխանում է Հուդբրանդը։ Իսկ կինը այլևս ուրախությունից չի կարողանում ուշքի գալ։ Այ դա իսկապես որ լավ ես արել։ Շնորհակալություն քեզ։ Դե իմ ինչին էր պետք ոչխարը։ Եթե խելացի դատենք, ես ոչ ճախարակ ունեմ, եւ ոչ էլ իլիկ, եւ ոչ էլ բուրդ մանելու վարպետ եմ։ Իսկ թե որ պետք լինի, առնելը հեշտ է։ Դրա փոխարեն մենք հիմա յուղալի սագի միս կուտենք։ Ես այնքան շատ եմ սիրում սագի միս։ Եվ բարձերն էլ կարելի է սագի բմբուլով լցնել։ Իսկ որտեղ է սագը։ Ես սագ էլ չունեմ։ Աքլորի հետ փոխեցի, ասում է Հուդբրանդը։ Այստեղ կնոջ աչքերը մթնում են ուրախությունից։ Եվ ինչպես լավ է ամեն ինչ խելքդ կտրում։ Եթե ճիշտն ասենք, մեր ինչին էր պետք այդ սագը։ Ես դա կարգին տապակել էլ չգիտեմ։ Իսկ բարձերը խոտով էլ կարելի է լցնել։ Այ աքլորը արդեն ուրիշ բան է։ Դա նույն բանն է, որ մենք ժամացույց առնենք։ Հիմա միշտ ժամանակին վեր կկենանք անկողնուց։ Հենց որ լուսաբացին ծուխրուղու կանչի, էլ չես քնի։ Դե աքլորը բեր այստեղ։ Ես աքլորը վաճառել եմ, ասում է Հուդբրանդը։ Ճանապարհին սովածությունից փորս այնպես ցավեց, որ մտածեցի ուր որը կմեռնեմ։ Եվ ես ստիպված եղա աքլորը վաճառել 12 շիլինգով եւ ուտելու բան առնել։ Փառք Աստծո, որ դու այդպես ես մտածել, բացականչում է կինը։ Ինչ էլ որ արել ես, ամեն ինչ լավ է։ Իսկ աքլորը մեզ բոլորովին պետք չէ։ Մենք մեր գլխի տերն ենք եւ առավոտները կարող ենք քնել ինչքան սիրտները սուզի։ Միայն թե դու ողջ եւ առողջ լինես։ Ինձ ուրիշ բան պետք չէ։ Ոչ սակ, ոչ կով, ոչ էլ խոչկոր։ Այստեղ Հուդբրանդը դուռը բացում է ու հարևանին ասում. Հարևան, շահեցի $100։ Իսկ նա պատասխանում է. Լավ կին ունենալու դեպքում թեկուզ տանուլ 10 միևնույն է շահած ես։ Եվ Հուդբրանդը հարևանից շահած $100-ով եւ կով է գնում։
եւ ձի, եւ խոչկոր ու ամեն տեսակ հավ ու ճիվ։